Բարի երեկո 5-րդի եթերում հարցազրույցն է այսօր իմ հյուրն է քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը։ Պարոն Մաթևոսյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ գագաթնաժողովին է մասնակցում, մինչ այդ ԱՊՀ նաև երկրների ոչ պաշտոնական հանդիպմանն է մասնակցել եւ բնականաբար չէր կարող իր երախտագիտությունը շնորհակալությունը չհայտնել Իլհամ Ալիևին։ Արդեն որերորդ անգամ ջերմ երախտագիտական խոսքն ենք լսում ուղղված Իլհամ Ալիևին։ Այդ շնորհակալությունը, երախտագիտությունը իսկապես Ադրբեջանի տարածքով մեզ ուրեմն հասցված հացահատիկին է վերաբերվում կամ ադրբեջանական բենզինի վաճառքին Հայաստանում։ Իրականում ինչի մասին է այդ շնորհակալությունը։ Նիկոլ Փաշինյանի ոչ միայն շնորհակալություն հայտնելը, այլ առհասարակ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական ասպարեզում գործունեության զգալի հատվածը միտված է այսպես կոչված խաղաղության օրակարգ սպասարկելուն։ Հիմա կա խնդիր հատկապես նախընտրական փուլում Ադրբեջանն ու Թուրքիան էլ այդ հարցում օգնում են, նախընտրական բոնուսներ Նիկոլ Փաշինյանին տալիս են, չեն կրակում, թույլ են տալիս, որ բենզին եւ այլ տիպի ապրանքներ մենք ստանանք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը դա պետք է հասարակությանը վաճառի։ Հասարակությանը դա վաճառելու համար իրեն պետք է համոզեն, որ ամեն ինչ խաղաղ է, ամեն ինչ լավ է, խաղաղությունը եկել է, իսկ խաղաղություն առանց Իլհամ Ալիևի, Նիկոլ Փաշինյանի գոնե ընկալմամբ անհնար է։ Այդ իսկ պատճառով էլ նա շնորհակալություն է հայտնում։ Նիկոլ Փաշինյանը իր ներքաղաքական խնդիրներն է լուծում եւ այս գագաթնաժողովին մասնակցելով եւ Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելով։ Ընդհանրապես նկատել եք շատ հետաքրքիր իրողություն է, չէ՞, ձևավորվել 23 թվականին Արցախում էթնիկ զտումից հետո Նիկոլ Փաշինյանը գնաց եւ ճակերտավոր հպարտ մենության մեջ Գրանադայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իդեպ մինչ այս պահը Ադրբեջանը մեր տարածքային ամբողջականությունը չի ճանաչել, որովհետեւ բացի նրանից, որ իրենք չեն ասում թե Հայաստանը քանի քառակուսի կիլոմետր է, հստակ նաեւ չկա քարտեզ, որով իրենք կճանաչեին Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, դրա համար էլ մենք օրինակ չգիտենք թե սահմանազատում, սահմանագծումը ինչ քարտեզներով է լինում։ Ինչևէ, տեսեք, Գրանադայում հպարտ մենության մեջ գնաց եւ առանց Ալիևի ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս եւ Ադրբեջանի այսպես կոչված տարածքային ամբողջականությունը հերթական անգամ ճանաչեց։ Հիմա էլ հպարտ մենության մեջ Ադրբեջանի նախագահին շնորհակալություն է հայտնում առանց Ադրբեջանի նախագահի կողմից նույնիսկ գնահատականների Հայաստանի հետ ներկայիս իրավիճակի վերաբերյալ։ Դրան փոքրինչ ավելուց կանդրադառնանք հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստին, ուզում եմ անդրադառնալ հայ-ռուսական փոխհարաբերություններին։ Ընդհանրապես վերջերս Կալասը հայտարարեց, որ Հայաստանի խնդրանքով իրենք աջակցություն են ցույց տալու Հայաստանին այսպես կոչված արտաքին միջամտություններից 2026 թվականի ընտրությունները պաշտպանելու համար, նաև գումար են տրամադրում 15 միլիոն եվրո, որպեսզի Ռուսաստանից ուղղորդվող հիբրիդային պատերազմներին Հայաստանը կարողանա դիմակայել։ Եվ ահա Փաշինյանը, որը խնդրանքով դիմել է Եվրոմիությանը, գնում է հիբրիդային պատերազմով Հայաստանին սպառնացող Ռուսաստանի Դաշնություն։ Ինչ է սա նշանակում, ինչ է անում Փաշինյանը։ Եկեք իրական բազմաշերտ հարց է, եկեք փորձենք առանձին ամեն շերտը բացենք։ Հիմա սկսենք Հայաստանի դիմումից Եվրոմիությանը։ 2018 թվականի Նիկոլ Փաշինյանի քաղաքական վերելքը, եթե ուսումնասիրում ենք, այնտեղ առանցքային մի քանի թեզ է եղել։ Թեզերից մեկը վերաբերվում է սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը մեր քաղաքացիների, ու քաղաքացիները ճիշտ էին 18 թվականին, որ դուրս էին եկել փողոց, եւ Նիկոլ Փաշինյանը այդ էմոցիաների վրա խաղաց, խոսք էր տալիս սոցիալ-տնտեսական խնդիրների բարելավում, եւ եւս մի կարևոր կարգախոս կար կապված էր ինքնիշխանության մակարդակի բարձրացման հետ։ Ավելին, վստահաբար դուք եք հիշում, որ խոսում էր այն մասին, որ կառուցվելու է այնպիսի Հայաստան, որի ապագան որոշելու են Հայաստանում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այլ մայրաքաղաքներում ապագան չի որոշվելու։ Հիմա տեսեք, Երևանում կորցնելով լեգիտիմությունը Նիկոլ Փաշինյանը փորձում է լեգիտիմություն ձեռք բերել Անկարայում, Բաքվում եւ Բրյուսելում, դրա շնորհիվ պահպանել իշխանությունը Հայաստանում եւ դրա դրսեւորումները այն է, ինչի մասին արդեն ասացին, տեսեք այդ նախընտրական բոնուսները։ Ադրբեջանը այս պայդրությամբ չի կրակում, այս պայդրությամբ թույլ են տալիս ինչ որ տրանզիտ ապրանքներ Ադրբեջանի տարածքով գան Հայաստանի Հանրապետություն։ Նույնիսկ բենզին է մատակարարում, որը ինքը անձամբ գնում է, այո, որովհետև բենզինի խիստ պակաս։ Թուրքիան ասում է, որ 26 թվականին լինելու են որոշակի սիմվոլիկ քայլեր։ Տեսեք, ինչու սիմվոլիկ, որովհետև եթե Թուրքիան ուզենար Հայաստանի հետ հարաբերությունները բարելավել, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը ապահովել, իրենք կգնային Հայաստանի հետ ոչ թե սիմվոլիկ, այլ իրական հարաբերությունների հաստատման, բարելավման։ Միանշանակ շատ ավելի անկեղծ է, քան ԿՊ-ն իր ամբողջ ընտրողների հետ։ Տեսեք,
Բաքվի մոտեցումը հասկացանք, Անկարայի մոտեցումը հասկացանք, Բրյուսելն էլ առաջնորդվում է հետևյալ տրամաբանությամբ, որ եթե Հայաստանը պատրաստ է փաստացի լինել հակառուսական պլացդարմերից մեկը, ապա ինչու դրա համար գումար չհատկացնել։ Իրենք դիմել են Բրյուսելին, Բրյուսելն այդ աջակցությունը տվել է։ Ես ուղղակի ուզում եմ սրա վրա ուշադրություն դարձնենք։ Եվրոմիությունը Հայաստանի Հանրապետության մարզ չէ։ Այսինքն այն աջակցությունը ճակերտավոր, որը գալու է Եվրոմիություն, դա Հայաստանից դուրս ձևավորվող ֆինանսներ են, ռեսուրսներ են, որոնք այստեղ օգտագործվելու են փաստացի ոչ միայն քաղաքական հակառակորդներին ճնշելու համար, այլ սրանք ռեսուրսներ են, որոնք պետք է ազդեն քաղաքացիների ընտրության վրա։ Այսինքն այն բազային խոստումը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության ներսում են որոշելու իրենց ապագան, այստեղ այս բազային խոստումը մերժվում է ինքնին այն հանգամանքով, որ փաստացի ներգրավում են օտարերկրյա ռեսուրսներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրության վրա ազդելու համատեքստում, բայց ես այստեղ կուզենայի եւս մի կարևոր շեշտադրում անենք միջև ԵԱՏՄ նիստին անցնելուն։ Տեսեք ինչ է կատարվել վերջին շրջանում, որովհետեւ պարզ լինի նաեւ թե Եվրոմիությունը իրականում ինչ է ֆինանսավորում։ Մայիս ամիս Հայ առաքելական եկեղեցին մեր կաթողիկոսի գլխավորությամբ Շվեյցարիայում համաժողով է կազմակերպում, որտեղ բարձրացվում են Արցախահայությանը վերաբերվող եւ Արցախահայությանը հուզող բազմաթիվ խնդիրներ, Արցախ վերադարձի, ռազմագերիների ազատ արձակման, պատմամշակութային արժեքների պահպանման Արցախում։ Տեսեք, դա լինում է մայիսին։ Անմիջապես դրանից հետո Ադրբեջանից արձագանք է գալիս, մեր եկեղեցին անվանում են ռևանշիստական, Փաշազադեն նաև ասում է, որ հայ առաքելական եկեղեցին հայ ժողովրդին տանելու է կործանման, այսինքն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանից բացասական վերաբերմունք կա մեր եկեղեցու նկատմամբ, այսինքն աշխարհակաղակական պատվեր է ձևավորվում։ Ավելին, տեսեք նաև իրենք ինչ էին արել մայիսին։ Սրա մասին Հայաստանում շատ քիչ է խոսվում, բայց ադրբեջանցիների այդ հոգևոր կառույցը, ադրբեջանցիների հոգևոր կյանք սպասարկող կառույցը որոշում է կայացրել սույն թվականին, որ իրենք Երևանում նշանակում են ներկայացուցիչ գազի, այսինքն մարդ, ով պետք է իրենց ձևակերպմամբ հետևի արևմտյան ադրբեջանցիների, արևմտյան Ադրբեջանում հոգևոր կյանքի կազմակերպմանը, ձևավորմանը։ Այսինքն ինչ է ստացվում, իրենք ոչ միայն ձևակերպել են աշխարհակաղակական պատվեր, այսինքն որ հայ առաքելական եկեղեցուն պետք է գործողություններ իրականացվեն։ Իրենք նաև հետոն են բացահայտում, թե ինչ պետք է լինի, այսինքն Հայաստան պետք է գան ադրբեջանցիներ, իրենց հոգևոր կյանքն էլ պետք է այսպես սպասարկվի։ Եվ հետո Հայաստանը պետք է անվանակոչվի արևմտյան Ադրբեջան, ճիշտ եմ հասկանում, որպեսզի մարդիկ հասկանան։ Առնվազն մի հատվածը Ադրբեջանից նաև Ադրբեջանի նախագահը ասում է, որ հայերը չպետք է վախենան ադրբեջանցիների տեղափոխումից Հայաստան, այնտեղ իրենց падգամավորը, որը նաև կոորդինացնում է արևմտյան Ադրբեջան կոչվող համայնքը, կես միլիոն ադրբեջանցիների տեղափոխության մասին է խոսում Հայաստան, այսինքն տեսեք, մենք ունենք աշխարհակաղակական պատվեր ընդդեմ եկեղեցու, մենք ունենք դրա երկրորդ փուլը, այսինքն ադրբեջանցիները պետք է տեղափոխվեն Հայաստան եւ իրենց հոգեվոր կյանքի սպասարկումը պետք է տեղի ունենա, ու ինչ են անում իշխանությունները, իրենք հարձակվում են հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա եւ առաջ են տանում այն թեզը, որ իրականում իրենց ձևակերպմամբ հայ առաքելական Սուրբ եկեղեցին կառավարվում է դրսից եւ ոչ թե պարզապես դրսից, այլ կառավարվում է ռուսական KGB-ի կողմից։ Նու պարզ է KGB արդեն չկա, խոսքը FSB-ին է այս դեպքում վերաբերում, ռուսական հատուկ ծառայությունների կողմից է ղեկավարվում։ Տեսեք ինչի համար է սա արվել։ Եվ ըստ տրամաբանության Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կամ ցանկացած այլ պաշտոնյա, որը վերջին շրջանում Բրյուսելում էր, հենց այս նույն խոսույթով գնացել են Բրյուսել, ասեն Ժորժ ջան, ռուսները եկեղեցու միջոցով Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ են վարում։ Եկեք մեզ գումար տվեք, որ մենք Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնենք։ Այսինքն ապա կողմնորոշել են եվրոպացի գործիչների։ Այնպես չէ, որ Եվրոմիությունը դեմ է այն ամեն ինչին, ինչը տեղի է ունենում հիմա հայ առաքելական եկեղեցու դեմ, դրա վառ վկայությունն այն է, որ մեր երկրում գտնվող դեսպանությունը Եվրոմիության լռում է։ Չնայած նախկինում եթե նման բան տեղի ունենար, ակնհայտորեն իրենք բոլորս էլ հիշում ենք բոլորս հիշում ենք ինչ աղմուկ են իրենք հանելու, բայց ինչ է ստացվում, տեսեք, 15 միլիոն եվրոյով եվրոպական ադրբեջանական օրակարգ է այստեղ սպասարկվելու, որը իրականում այնքան էլ մեծ կապ չունի Ռուսաստանի հետ, որքան Ադրբեջանի աշխարհակաղակական պատվերի հետ։ Մենք սա էլ պետք է արձանագրենք, որ հասկանանք ընդհանրապես մենք ինչ աբսուրդային իրավիճակում ենք մոտենում տարվա վերջին, ինչու ես KGB-ի մասին խոսեցի։ Նաև Եզրասրբազանի մասով, Եզրասրբազանը դեռ մի կողմ, Եզրասրբազանը դեռ Վլադիմիր Պուտինը KGB-ի սպա է։ Նիկոլ Փաշինյանը հիմա այստեղ Հայաստանում քարոզ է անում, որ ամենամեծ չարիքը KGB-ն է։ Հիմա ո՞նց է ինքը գնում KGB նախկին ծառայակցի ձեռքը սեղմում Ռուսաստանում։ Հատկապես որ ասում են KGB-ի աշխատողը նախկին չի լինում։
Այսինքն մենք պետք է հասկանանք, մենք ինչ աբսուրդային իրավիճակում ենք գտնվում։ Իսկ ինչը վերաբերվում է ավելի գլոբալ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը մասնակցում ՀԱՏՄ նիստերին, ԱՊՀ նիստերին ինչու են մասնակցում, ԱՊՀ-ի մասով քիչ թե շատ այսպես պարզ է այն առումով, որ մեզանում հայտնի է, չէ, որ մենք նոր կտակարան ունենք, որը կոչվում է Ալմաթայի հռչակագիր, մեզանում ամեն ինչ որոշվում է կամ Ադրբեջանից կամ ըստ Ալմաթայի հռչակագրի, հիմա այդ Ալմաթայի հռչակագրի շրջանակներում, քանի որ իրենք ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, իրենք չեն կարող չմասնակցել ԱՊՀ գագաթաժողովերին կամ տարբեր աշխատանքներին ԱՊՀ-ի շրջանակներում, ինչը վերաբերում է ՀԱՏՄ-ին, սա եւս չափազանց կարևոր նրբերանգ է, որը մենք պետք է հասկանանք։ Ռուսաստանում հասկանում են իրականում ինչ է այստեղ կատարվում։ Այդ դեպքում ինչու են աչք փակում։ Հիմա սրան կանդրադառնանք։ Շատ լավ հասկանում են, թե Հայաստանի Հանրապետության իշխանությունները ինչ ուղղությամբ են տանում երկիրը, ու որպեսզի պարզ լինի, թե ինչ ուղղությամբ են տանում, հետեւալ բանաձևով առաջնորդվում են։ Իրենք ռուսական փողերով Հայաստանը տանում են Թուրքիա։ Հետևյալ համատեքստում Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ եթե նա հենց այսօր խզի բոլոր կապերը ՀԱՊԿ-ի հետ, ՀԱՏՄ-ի հետ, Հայաստանը ֆիզիկապես մենք կվերադառնանք 90-ական թվականներ։ Նիկոլ Փաշինյանն հետևաբար անհրաժեշտ է իրավիճակը այնքան ժամանակ ձգել, անդամակցությունը ՀԱՊԿ-ում, անդամակցությունը ՀԱՏՄ-ում, այնքան ժամանակ մինչև նա վերարտադրի իր իշխանությունը, ինչպես նաև Թուրքիայի Ադրբեջանի տիշում այդ փաստաթղթեր ստորագրած լինի, չգիտեմ, կամ խաղաղության պայմանագիր անվանենք, ինչպես ուզում եք անվանեք։ Այդ դրանից հետո արդեն, երբ որ փաստաթղթերը լինեն, արդեն ոչ 102-րդ ռազմաբազան այստեղ պետք լինելու, ոչ ռուս սահմանապահները, ոչ ՀԱՏՄ-ում անդամակցությունը, ոչ ՀԱՊԿ-ում անդամակցությունը, կասեն հենա Ժորժ ջան, մեզ բազան ինչի է պետք, Թուրքիայի հետ արդեն մենք բարեկամություն ունենք, ստորագրած փաստաթղթեր ունենք, սահմանը քիչ թե շատ օրինակ երրորդ երկրների քաղաքացիների համար բաց է, չէ որ ռազմաբազան այստեղ նրա համար է, որովհետև կար վտանգ Թուրքիայից։ Հիմա այդ վտանգը չկա, եկեք ռազմաբազան հանենք։ Դե եթե ռազմաբազան մենք հանում ենք, Թուրքիայից վտանգը չկա, ուրեմն Թուրքիան էլ կարող է Ադրբեջանի վրա ազդել, այսինքն մենք մեր անվտանգային խնդիրները լուծել ենք, հենա եկեք նաև ՀԱՊԿ-ից դուրս գանք։ Այդ ժամանակ արդեն եւ ՀԱՊԿ-ից ենք դուրս գալու եւ ՀԱՏՄ-ից ենք դուրս գալու։ Դրա համար եմ ասում, իրենք ռուսական փողերով Հայաստանը տանում են թուրքական աշխարհին ինտեգրման։ Ինչը վերաբերում է նրան ռուսական կողմը հասկանում է թե սա թե ոչ, իհարկե հասկանում են։ Բազմաթիվ տարբեր ռուս պաշտոնյաներ ասել են հետեւյալը, որ իրենց ասացի տրամաբանությունը որն է, որ կա առանձին Հայաստանի իշխանություն, կա առանձին հայ ժողովուրդ։ Իրենք չեն ուզում անել քայլեր, որոնք կվնասեին հայ ժողովրդին։ Մնացածը հայկա հայ ժողովրդի անելիքն է, ոչ Ռուսաստանը, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ոչ Ֆրանսիան, ոչ առավել եւս Թուրքիան ու Ադրբեջանը իրավունք չունեն Հայաստանի քաղաքական ու աշխարհակաղակական ապագան որոշեն։ Ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը 18 թվականին, Հայաստանի ներսում քաղաքացիները պետք է այդ այսպես ասած կարգավորումները տան, բայց Ռուսաստանը պատրաստ է աշխատել նրա հետ, թե ինչը կընտրի հայ ժողովուրդը։ Մենք սա պետք է շատ լավ հասկանանք։ Պարոն Հատեվոսյան, շատ մեծ պատասխանատվություն չենք դնում հայ ժողովրդի վրա այն իմաստով, որ հատկապես պատերազմից հետո ժողովուրդը կարծես թե մի տեսակ հոգեբանական ստուպրի մեջ է, հաշվի առնելով նաև այն բոլոր քաղաքական տեխնոլոգիաները, որ ժողովրդի ուղղությամբ կիրառվում են։ Մեզ անընդհատ ասում են, որ մենք պարտված ենք, որ մենք պատերազմի ժամանակ փախնող ենք, որ սա մեր հայրենիքը չի, մենք եկվոր ենք, այն ինչին հավատացել ենք մինչև պատերազմը, դա միֆ է, սուտ է, մեզ խաբել են։ Այս շատ բան չենք պահանջում ժողովրդից։ Ես հասկանում եմ, ոնց որ իշխանությունների առաջ տարվող թեզերն է ներկայացնում, բայց նաև ներկայացնենք հետևյալը, որ տասնամյակներ շարունակ այս թեզերը թուրքական եւ ադրբեջանական կառույցություններ առաջ տանում, ավելին իրենց կարևորագույն թեզերից մեկն այն էր, որ կոնֆլիկտային տարը մեր տարածաշրջանում դա հենց հայերն են, հայ ժողովուրդն է, որը բերվել է մեր տարածաշրջան օտարի կողմից։ Խնդիրն դա է, մարզերում բնակչությունը, որ հիմնականում նույն աղբյուրներից է ինֆորմացիա ստանում։ Ես հասկանում եմ դուք ինչ եք ասում, բայց իրականությունը կայանում է հետևյալում. իշխանության աղբյուրը եղել է, կա եւ պետք է շարունակի մնալ հայ ժողովուրդը։ Այլ խնդիր է, թե քաղաքական էլիտաները, քաղաքական վերնախավերը կարողանում են ընդհանուր լեզու գտնել ժողովրդի հետ, թե ոչ։ Իհարկե շատ մեծ նշանակություն ունի ժողովրդի ընտրությունը։ Նույնիսկ ես այսպես ասեմ, ամենակարևոր ընտրությունը պետք է ժողովուրդը կատարի, բայց միևնույն ժամանակ այն թե ինչ են իրեն ասում այլընտրանքային քաղաքական էլիտաները, ինչ ծրագրեր են առաջարկում, ինչ մոտեցումներ են ներկայացնում, դրանից էլ է շատ բան կախված։ Հայկա մարդը ինքը պետք է իմանա, ինչի համար է իր սաղ գործերը թողնում, գնում ընտրատեղամաս, կամ 18 թվականին մարդիկ ինչ էին, ինչ էին պատկերացնում։ Մարդիկ կային, ովքեր անկեղծ լինենք, օրավարձով էին աշխատում, բայց այդ օրավարձից պատրաստ էին հրաժարվել, գնալ փողոցը փակել, մտածելով, որ դրանից հետո իրենց սոցիալ-տնտեսական խնդիրները կլուծվեն։ Մարդուն մեղադրելու չէ, դու պետք է այլ ընտրանքը ներկայացնես։ Հիմա մեր
քաղաքական ուժերի խնդիրը հասարակության հետ շփվելն է, հասարակության հետ հասկանալի լեզվով շփվելն է եւ մարդկանց բացատրելը, թե ինչ է իրենց կյանքում փոխվելու, եթե Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ։ Ես քաղաքական ուժերից մեկի փոխարեն եթե լինեի, ես կանեի հետեւյալը. իրենք օրինակ ունեն հնարավորություն Հայաստան Հանրապետության քաղաքացիների համար 1 տարվա ընթացքում գազի սակագնի համար այդ տարբերությունը վճարել, այսինքն սուբսիդավորել սեփական գրպանից։ Հիմա հարցը առաջանում է նույն քաղաքական ուժերը։ Օրինակ ինչու հասարակությանը չեն ասում, որ եթե Հայաստանում քաղաքական փոփոխություններ տեղի ունենան, թոշակառուները հոկտեմբերի 8-ին, հոկտեմբերի 8-ից սկսած 50% ավելի բարձր թոշակ են Այսինքն սոցիալական բարելավման վրա շեշտը դրել։ Մեր ձևով հենց այդ ուղով էլ կարծես թե գնում է, չէ՞։ Շատ ավելի ակտիվ կարելի է այդ ուղով գնալ։ Այնինքն թերանում են իրենց աշխատանքը։ Ես չեմ ասում իրենք թերանում են, ես ընդհանրապես ասում եմ, որ քաղաքական ուժերը պետք է կարողանան հասարակության հետ հասկանալի լեզվով հասկանալի առաջարկ ներկայացնել։ Եթե դա լինի եւ մարդը հասկանա, թե այլ հավասար պայմաններում ինչու ինքը պետք է ուրիշի վրա օրինակ չբերենք, պայմանականորեն Բենյամին Մաթեոսյանին ընտրի, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանին, ես կարծում եմ շատ հարցեր իրենց լուծումը կստանան գալիք տարվա ընթացքում։ Պարոն Մաթեոսյան, անդրադառնանք նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների, չասենք հարաբերությունների կոնտեքստում վերջին նորությանը ադրբեջանական բենզինը վաճառվելու է Հայաստանում, ընդ որում բարձր որակի պրեմիում տեսակի բենզին է, որը Ադրբեջանում չեն արտադրում, ներկրում են եւ հենց Ադրբեջանում ունեն խնդիր պրեմիում բենզինի հետ կապված եւ արդեն շրջանառվում են տեղեկություններ, որ իշխանամերձ օլիգարխ պատգամավորներից մեկի բենզալցակայաններում է այն վաճառվելու։ Ընդհանուր առմամբ այս բենզինը ինչի մասին է, պետք է շատ կենտրոնանալ դրա վրա, հաշվի առնելով բարոյական կողմը, որ ադրբեջանական սոկարը ադրբեջանական բանակի ամենամեծ ֆինանսավորող կազմակերպություններից մեկն է։ Այս ուղղությամբ պետք է ավելի լայն լուսավորչական աշխատանք տանել հանրության հետ, տվյալ դեպքում ընդդիմությունը, թե սա այն բաղկացուցիչներից է, որը տեղավորվում է Փաշինյանի խաղաղության Ձևակերպում կա ռուսերեն, ասում է կամու վայնա, կամու մայցրադնա, հիմա դրա ամենավառ դրսևորումներից մեկը հենց դա է, որ կատարվածից հետո տեղի ունենում այն ինչի մասին դուք ասեցիք։ Տեսեք, բայց ես այստեղ եւս ուզում եմ, որ մենք ծայրահեղությունների մեջ չընկնենք։ Ակնհայտ է, մենք Թուրքիա եւ Ադրբեջան հարևաններ ունենք։ Մենք ինչ որ մակարդակի փոխհարաբերություններ իրենց հետ պետք է ունենանք։ Դրական կլինի, եթե Թուրքիայի սահմանը բացնի։ Իհարկե վատ չի լինի։ Թեպետ 98-ից 2008 թվականները վառ ապացույցն են նրան, որ փակ սահմանների պարագայում, ընդամենը 2 բաց սահմանի պարագայում դու կարողանում ես տնտեսությունը զարգացնել։ Կապված է նրանից, թե ով է ղեկավարում, ինչ տրամաբանությամբ է ղեկավարում եւ ինչ նպատակներով է ղեկավարում։ Նաեւ ուժային կենտրոնների հետ ինչպես են լեզու գտնում, այո։ Միանշանակ ես գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ հենց այդ թվականներին ամենախոշոր ներդրումներն են եղել արևմուտքից, այսինքն Քոչարյանի կառավարման տարիներին 98-ից 2008 թվականները։ Դրանից այն կողմ ոչ մի Հայաստանի իշխանություն այդքան ներդրում արևմտյան Հայաստան չի բերել։ Փաստերը դրա վառ վկայությունն են։ Տեսեք, կրկին ասեմ, իհարկե դրական կլիներ, եթե մենք Թուրքիայի Ադրբեջանի հետ բաց սահմաններ ունենանք։ Ինչ որ մի պահի տրամաբանությունը նաև հուշում է, որ գնալու ենք դրան։ Տնտեսական փոխհարաբերությունները կոոպերացիայել մենք պետք է ունենանք։ Նու դա տրամաբանական է, որովհետև եթե սահմանները բաց են, ապրանքները գնում են, ապրանքները գալիս են, պարզ է, որ միայն տրանզիտային գոտի չես լինելու, ոչ մենք ենք լինելու տրանզիտային գոտի, ոչ Ադրբեջանը։ Խնդիրը այստեղ կայանում է հետևյալում։ Իսկ մենք իսկապես խաղաղության հասել ենք, թե ոչ։ Մենք հիմա խաղաղության թե չպատերազմի իրավիճակում ենք գտնվում։ Ինչով են այս երկու հասկացությունները իրարից տարբերվում։ Երբ որ դու խաղաղության կարգավիճակում արդեն ունես խաղաղություն, խնդիրների զգալի հատվածը ոչ միայն լուծված է, խոսքը վերաբերվում է թե հումանիտար խնդիրներին։ Իսկ մենք ունենք 120,000 արցախցի, ովքեր կորցրել են իրենց հայրենիքը, կորցրել են իրենց տունը, եւ այդ մարդկանց խնդիրները լուծված պետք է լինեն, եւ գերիների հետ կապված խնդիրները պետք է լուծված լինեն, եւ մի շարք այլ խնդիրներ, եթե կոմպլեքս առումով լուծված լինեն, նորմալ կլիներ, որ մենք Ադրբեջանի հետ տնտեսական կոոպերացիա ունենանք։ Բայց այս իրավիճակում, չպատերազմի իրավիճակում, մեր այս խաղաղությունը կապված է ընդամենը մեկ մարդուց, Իլհամ Ալիևից։ Հիմա իրենք նախընտրական բոնուսներ են տալիս Նիկոլ Փաշինյանին։ Կրկին ասեմ, սահմանին չեն կրակում, թույլ են տալիս, որ այս կամ այն ապրանքը Ադրբեջանի տարածքով անցնի կամ ադրբեջանական ապրանքը գա Հայաստանի Հանրապետության տարածք։ Բայց մենք ունենք ինստիտուցիոնալ մեխանիզմներ դրա վրա ազդելու։ Անկեղծ լինենք, իհարկե չունենք։
Եթե Ադրբեջանում այսպես անեն եւ որոշեն, որ դա այլևս չի աշխատում, դա այլևս չի աշխատում։ Ինչ անելու Նիկոլ Փաշինյանը։ Արայք Հարությունյանի պես կառավարության առաջին շենքի դիմաց վրանում նստելու է բողոքի ակցիանի, ասի Ադրբեջանի տարածքով շարունակեք մեզ ապրանքներ մատակարարել։ Իհարկե ոչ։ Նիկոլ Փաշինյանը հիմա Արայք Հարությունյանի կարգավիճակում է մեզ էլ ինքը տանում է այն կարգավիճակի, որում կար Արցախի հանրապետություն։ Ես դրա համար եմ ասում, խաղաղությունը չպատերազմից մենք պետք է տարբերենք։ Այսինքն Արցախի ճանապարհով է գնում Հայաստանը։ Միանշանակ։ Հիմա տեսեք ինչը վերաբերվում է Սոքարին։ Ես որպեսզի մենք հասկանանք ինչի մասին է խոսքը, այստեղ էլ էլի ես նկատում եմ, որ չափազանց պարզեցված ինչ որ թեզեր են գալիս անդիմության նաև կողմից։ Ասում են, որ դուք ուղիղ ֆինանսավորում եք ադրբեջանական բանակը, իրականում ոչ թե ուղիղ, բայց ֆինանսավորում լինում է, ինչպես տեսեք, կա Ադրբեջանում կա հատուկ պետական նավթային հիմնադրամ, եթե նավթագազային հիմնադրամ, եթե չեմ սխալվում, պետական կազմակերպությունները, որոնցից մեկը նաև Սոքարն է, ընկերությունները, իրենք վաճառված նավթից, գազից որոշակի գումար հատկացնում են այդ հիմնադրամին, Ադրբեջանի իշխանություններն էլ ըստ անհրաժեշտության այդ հիմնադրամից գումարները վերցնում են, որպեսզի անհրաժեշտ խնդիրները լուծել։ 44 օրյա պատերազմի ժամանակ մի շարք գումարներ իրենք այդ հիմնադրամից վերցել էին։ Օրինակ անցյալ տարի, եթե ես չեմ սխալվում, 1.7 միլիարդ մանաթ էին իրենք վերցել այդ հիմնադրամից։ Այդ հիմնադրամը գումար տալիս է Սոքարը։ Իսկապես իրենք ֆինանսավոր, բայց կրկին ասեմ, դա ուղիղ չէ, այնպես չէ, որ պայմանականորեն դուք գնացիք հայտնի օլիգարխի գազալցականից գումարը առաք, ինքը անմիջապես ադրբեջանցի ինչ-որ լեյտենանտի հաշվեհամարին է նստում։ Բայց խնդիրը հենց այդպեսին է։ Իրենք այդ հիմնադրամը օգտագործում են այդ նպատակներով։ Ցանկացած քաղաքացի, որ գնալու է բենզալցակայան այդ բենզինը գնելու, ինքը իր համար պետք է ուղղակի այդ ընտրությունը կատարի ու հասկանա հետեւյալը, ինքը ուզում է ֆինանսավորի բայրակթարի գնումը, որը իր տան վրա է ընկնելու։ Ես կրկին ասեմ, ես դեմ չեմ նրան, որ մենք կարողանանք Ադրբեջանի հետ կոոպերացիա ունենալ։ Ու դա նորմալ է իսկապես։ Խնդիրը կայանում է նրանում, թե մենք չպատերազմում ենք, թե մենք իրապես խաղաղություն ենք հաստատել։ Այսինքն կարգավիճակը, այստեղ կարևոր է կարգավիճակը։ Տեսեք, էլ ես դրա համար եմ ասում, կարգավիճակի խնդիրն է ու Նիկոլ Փաշինյանը կարգավիճակով իրեն բերել է նախապատերազմական Արայիկ Հարությունյանի կարգավիճակի հասցրել։ Արայիկ Հարությունյանը երբ որ վրանում բողոքի ակցիա էր անում, ինչ որ բանի վրա նա կարող էր ազդել դրանով, իհարկե ոչ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, եթե Ադրբեջանը մի օր որոշի, որ այդ տրանզիտը փակվում է, ո՞նց է ազդելու Ադրբեջանի վրա։ Ախր սա տրամաբանական հարց է, որի պատասխանը իրենք չեն կարող տալ։ Բայց Ադրբեջանը հենց դրան էլ տանում է։ Ինչի մասն ենք, չէ՞, խոսում որ ԵԱՏՄ-ից մենք պետք է դուրս գանք։ Ռուսական փողերով տանում են մեզ դեպի թուրքական աշխարհի ինտեգրում։ Հայտնվելու ենք բառացիորեն բլոկադայի մեջ։ Տեսեք, մենք այլ ընտրանք ադրբեջանական նավթի, գազի, էներգակիրների չենք ունենալու։ Հիմա եթե Ադրբեջանը որոշեց նույնը անել Հայաստանի հետ, ինչ իրենք արել են Արցախի հետ, Նիկոլ Փաշինյանը բացի վրանում նստելուց ինչ է անելու։ Ես այս հարցի պատասխանը ուզում եմ մենք ստանանք, հա։ Կայա Կալասին է բերելու Հայաստան, Կայա Կալասը գնալու է սահմանին կանգնի Հակարիի կամրջից այսքոմ մատիկով թափտա Ադրբեջանն ասի, «Հա, գազ ուղարկեք, բենզին ու ինչ են անելու»։ Այս հարցի պատասխանը, եթե ինչ որ մեկը հոդաբաշխ կերպով տա, ինչ է Հայաստանը անելու, եթե Ադրբեջանը փակի տարանցումը, ինչ ենք մենք անելու։ Առավել եւս որ մեծ հարց է թե այսպես կոչված Թրամփի ուղին ինչ կարգավիճակով է գործել, որտեվ կարող են ասել, դե եթե իրենք տարանցումը փակեն, մենք էլ դա ենք փակելու։ Իսկ դուք վստահ եք, որ դուք դրա վրա վերահսկողություն եք ունենալու։ Այսքան ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդի գրասենյակը եւս շատ ավելի անկեղծ է եղել հայ հասարակության հետ, քան ներկայիս իշխանությունները։ Ես խորհուրդ կտամ մեր հարգելի քաղաքացիներին վերընթերցել թե ինչ էին ասում Իրանից 44 օրյա պատերազմից առաջ եւ 44 օրյա պատերազմի ժամանակ հենց հոգեվոր առաջնորդի գրասենյակից։ Անդրադառնանք նաեւ հենց հոգեվոր առաջնորդի արտաքին գործերով խորհրդական վելայեթի վերջին հայտարարությանը, որն ասաց, որ Ռուսաստանի եւ Իրանի համար ազգային անվտանգության խնդիր է այդ թրիփը, որը Զանգեզուրի միջանցքից ոչ մանով չի Դեռ մի կողմ ենք մենք դնում Իրանը եւ Ռուսաստանը։ Մարդիկ ասում են մենք դեմ ենք միջազգայինորեն ճանաչված սահմանների փոփոխություն։ Ախր դա մեզ է վերաբերվում։ Իրենք մեր սահմանների մասին են խոսում։ Այս ամբողջ ճաշը մեր վրա ո՞նց է անդրադառնալու, պարոն Մաթևոսյան, որպեսզի եկեք նաև մենք այդ մանիպուլյացիաների մասին արդեն հասցրել ենք խոսել։ Ինչ են ասում իշխանությունները եւ այստեղ իրենք կրկնում են Իլհամ Ալիևի թեզերը, ով 2025 թվականի օգոստոսին այդ Թրամփի հետ հանդիպումից հետո դա էր ասում, ես չգիտեմ, ասում ինչ որ պաշտոնյա կա Իրանում, նախկին բարձրաստիճան պաշտոնյա, հիմա էլ ասում ինչ որ խորհուրդներ է տալիս, ես չգիտեմ
եմ ինքը ինչ խորհուրդներ է տալիս, խոսքը վելայաթի մասին էր։ Ինքը ասում եմ մեզ համար առաջնային է այն, թե ինչ են ասում ԱԳՆ-ն երկրի եւ երկրի նախագահ։ Ընդամենը վերջերս Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասում է, որ մենք Ռուսաստանի հետ միասին դեմ ենք նրան, որ երրորդ կողմերը, երրորդ երկրները ներգրավեն Հարավային Կովկասի process-ները։ Սա խոսում է հետևյալի մասին, որ նաև իշխանությունները են քարոզը, որ Իրանում կա տարընթերցում էս ամեն ինչի վերաբերյալ։ Ժողովուրդ, տեսեք, Իրանն էլ է իրականում կողմ, որ կոմունիկացիաները գործեն, Ռուսաստանն էլ է կողմ։ Իրանն էլ դեմ չի լինի, եթե հավելյալ կոմունիկացիա աշխատի Բայց ասում են կոպիտ ասած դրսից տղա մի բերեք։ Միանշանակ խնդիրը սրան է վերաբերում ու տեսեք, եթե Իրանը եւ Ռուսաստանը իրենք ունեն ֆիզիկական խորություն, ունեն դիվանագիտական խորություն, իրենք սխալի հնարավորություն ունեն, մեզանում եթե այդ պրոյեկտը աշխատեց այն տարբերակով, այն կոնֆիգուրացիայով, որի մասին խոսում էր Վելայաթին, մենք ոչ միայն ինքնիշխանությունն ենք կորցնում, այլ մենք ունենալու ենք լեգիտիմ հարց տալու իրավունք։ Արցախը որ հանձնվում էր, քարոզը հետևյալն էր, որ դե մենք փակում ենք աչքերը Արցախի հետ տեղի ունեցածի նկատմամբ, բայց Հայաստանում մենք միջանցք չենք տալիս։ Եթե դու միջանցք ես տալիս ես ամեն ինչից հետո Հայաստանի տարածքով միջանցք, կոմունիկացիա, բայց որի նկատմամբ դու որովհետև իշխանությունները շատ ծանր են տանում այդ բառը, այնպես չանենք, որ 5-րդ ալիքին հիմա նաև դրա համար տուգ անեն, իսկ իշխանությունները սիրում են 5-րդ ալիքին տուգ անել, դա էլ անկեղծ ասենք։ Եթե դու տալիս ես Ադրբեջանին հնարավորություն նույն ֆորմատով գործող կոմունիկացիա ունենալ Հայաստանի տարածքով, որով գործում է Լաչինի միջանցքը 20 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 22 թվականի դեկտեմբերի 12-ը, այստեղ տրամաբանական հարց է առաջանում, ոչ միայն այն, թե դու ինչու հանձնեցիր Արցախը, այլ հաջորդիվ դու ինչ ես հանձնելու։ Լավ հարց էր։ Շատ բան չի մնացել հանձնելու։ Ես դրա համար եմ ասում, Իրանը եւ Ռուսաստանը մեզանից դրանով են տարբերվում։ Իրենք ֆիզիկական խորություն ունեն, իրենք սխալվելու հնարավորություն ունեն։ Մենք այդ պատմական հնարավորությունը ու ֆիզիկական նաև հնարավորությունը այլևս չունենք։ Իսկ Ադրբեջանը արդյոք գնում է առճակատման Ռուսաստանի հետ, թե հերթական խաղերն են, որոնք դիվանագիտական շփումների միջոցով Տեսեք, վերջին շրջան, այս հարցին պատասխանելու համար եկեք այս տեսանկյունից մոտնենք, վերջին շրջանում Ադրբեջանում ամենաքննարկվող հարցերից մեկը հակառուսական քաղաքականության համատեքստում որն է։ Ադրբեջանում խիստ դժգոհ են մի շարք ռուսական պետական կազմակերպությունների ակտիվությունից կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից տարհանված մեր քաղաքացիների նկատմամբ ինչի մասն է խոսքը Ռոսսատրուդնիչեստվոն, ANO Եվրազիան եւս մի քանի կազմակերպություններ պետական Արցախահայությանը ֆիզիկապես օգնություն են տրամադրում։ Բայց դա հումանիտար օգնություն է։ Տեսեք, իրենք տրամադրում են հումանիտար օգնություն, իրենց անվանում են փախստական, եւս մի կարևոր հանգամանք կա, Հայկա, ինչից են ադրբեջանցիները նեղսրտում, ասում են, որ ցուցակագրում են այդ մարդկանց անուն, ազգանուն, պասպորտային տվյալներ իրենց անկալմամբ ինչ որ մի պահի Ռուսաստանը կարող է բարձրացնել հարց, որ պայմանականորեն այսքան մարդ մենք ունենք, գրանցված են, որ իրենք Արցախի հանրապետության քաղաքացիներ են, Արցախից տեղահանվել են, եւ մենք այդ հարցը պայմանականորեն ինչ-ինչ ֆորմատով պատրաստ ենք հերթական անգամ քննարկել։ Ադրբեջանը ինքը հենց սրանից է խուսափում։ Հենց սա է, որ ամենամեծ դժգոհության առիթն է տալիս ադրբեջանցին, այդ իսկ պատճառով էլ Ալիևը չի գնում, նաև այդ իսկ պատճառով չի գնում ԱՊՀ երկրների գագաթաժողովին, ու ամփոփելով նշեմ նաև հետևյալը, տեսեք, էլի, որպեսզի շատ պարզ լինի, մենք պետք է նաև Արցախի ֆունկցիոնալ նշանակությունը հասկանայինք ու հիմա էլ հասկանանք։ Բացի նրանից, որ Արցախը հայկական քաղաքակրթության հիմքն է, Հայկը քանի կար Արցախ, ադրբեջանցիները արևմտյան Ադրբեջան նախագիծը չէին կարողանում առաջ տանել։ Քանի ֆիզիկապես կար Արցախը եւ ինքը պատնեշ էր մեր եւ Ադրբեջանի միջև, իրենք այս հարցով չէին զբաղվում պայմանականորեն։ Իրենք չէին ուզում գային եւ Աչափնյակում ինչ որ մարդու տունը գրավեին, ասեին, որ դա մեր տունն է, մենք այստեղ ապրել ենք, այնքան ժամանակ մինչեւ Արցախը եղել է։ Մեզ համար Արցախը որքան էլ սա, չգիտեմ, միգուցե էմոցիոնալ գնահատական որոշները դիտարկեն որպես էմոցիոնալ գնահատական, բայց Արցախը ֆունկցիոնալ առումով անհրաժեշտ էր նրա համար, որ մարդիկ Երևանում, օրինակ Կասկադում,
կարողանան հանգիստ սուրճ խմեն, որպեսզի իրենք արմավիրում կարողանան զբոսնել եւ ամանորին պատրաստվել, որ մարդիկ Գորիսում կարողանան հանգիստ ապրել։ Սրա համար էլ պետք է Արցախը։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ կա առնվազն մեկ սուբյեկտ, դա ռուսական իշխանությունն է, որը կարծում է, որ այդ հարցը փակված չէ։ Իսկ եթե այդ հարցը փակված չէ, դա հնարավորություն է Հայաստանից վտանգը մի կողմ տանել։ Իսկ հնարավոր է ռուսական իշխանության կողմից որևէ դիմադիր ուժի աջակցություն, որ գոնե հավասարակշռվի, հա, Եվրամիության աջակցությունը Նիկոլ Փաշինյանին, առանց այդ էլ Նիկոլ Փաշինյանը բոլոր լծակներին ու ռեսուրսներին տիրապետում է, որը համարժեք չեն դիմության որևէ ուժի ունեցած ռեսուրսներին։ Այս սցենարով արժի մտածել։ Ոչ Եվրամիությունը, ոչ Ռուսաստանի Դաշնությունը, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը, ոչ ԱՄՆ-ն, ոչ Ֆրանսիան իրավունք չունեն խառնվել Հայաստանի ներքաղաքական գործերին։ Հիմա ինչ է անում Եվրամիությունը, թող դրա մասին եվրոպացի բյուրոկրատները մտածեն։ Ժողովրդավար բյուրոկրատները։ Այո, ժողովրդավար բյուրոկրատները պետք է մտածեն դրա մասին ու գալով մեր զրույցի սկզբին կրկին ասեմ, Նիկոլ Փաշինյանի քաղաքական վերելքը 18 թվականին բացի կուլիսային պայմանավորվածություններից հրապարակային խոսույթով էր պայմանավորված։ Այդ հրապարակային խոսույթի մեջ կար ինքնիշխանություն։ Ինչ կապ ունի ինքնիշխանությունը նրա հետ, որ ոմանք Հայաստանում կֆինանսավորեն ինչ որ մի բան, որը կոնկրետ կնպաստի իշխանությունների վերարտադրությանը։ Կայա Կալասը ինքը եվրոպական դիվանագիտության ղեկավարն է, նա պետական պահպանության ծառայության աշխատակից չէ, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական անվտանգությունը ապահովի։ Եվ մեր զրույցի վերջում որպես ամփոփում եկեղեցու դեմ պատերազմում որքանով է կարևոր Նիկոլ Փաշինյանի տապալումը հենց այս մեր ամբողջ խոսակցության բովանդակության մեջ այդ ծրագրերի կյանքի չկոչման համար։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական բոնուսներ Ադրբեջանից եւ Թուրքիայից ստանում է նաև նրա համար, որ կարողանա տապալել կաթողիկոսին։ Եթե դա չհաջողվի, ապա այդ նախընտրական բոնուսների քանակը ակնհայտորեն ավելի քիչ է եւ Ադրբեջանում եւ Թուրքիայում են արդեն մտածելու հետեւյալի մասին, իսկ արդյոք Նիկոլ Փաշինյանը այն գործիչն է, ով կարող է հասցնել իրավիճակը այն կետին, որը իրենց անհրաժեշտ է։ Հետևաբար, եթե կաթողիկոսը կանգուն մնա, իսկ ես կարծում եմ, որ դա մեղմ ասած հնարավոր է, նույնիսկ եթե իրեն կալանավորեն, նա շարունակելու է մնալ մեր կաթողիկոսը, եթե նա կանգուն մնա, ապա սա լինելու է այն կետերից մեկը, որտեղ Նիկոլ Փաշինյանը այս տարիների ընթացքում սայթաքել է։ Պարոն Մաթևոսյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն էր քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը, հարցազրույցի հաջորդ թողարկումը վաղն է, հաջողություն։